Վանաձորի մանկատունն է, կառույցի սաներին են միացել նաև Մարզ կենտրոնի, խնամքի կենտրոնի և հատուկ դպրոցի երեխաները։ Տղաները խորովածի համար նախատեսված խոզի միսն են պատրաստում։ Աղջիկներն էլ ինչպես միշտ զբաղված են ավելի աղջիկական գործերով։ Բոլորը զբաղված ու ոգևորված են, պատրաստվում են փառատոնին։ I got a woman way over town. Good to me. Oh yeah. I got a woman way over town, good to me. Oh yeah, she give me money when I'm in need. Yeah, she's a kind of friend in need. I got a woman way over town that's good to me. Oh yeah. Հերթական նախաձեռնությունը հանուն երեխաների ու կրկին հիմքում կանգնած են Տրոակրեդո գովազդային գործակալությունը, Լոռու մարզպետարանը և Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերությունը։ Վանաձորի մանկատան, խնամքի կենտրոնի ու հատուկ դպրոցի երեխաներն այս անգամ հնարավորություն ստացան մասնակցելու ավանդական խորովածի փառատոնին։ Այս տոնն, ինչպես գիտենք, ամեն տարի համախմբում է խորովածի սիրահարներին, ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններից։ Հյուրերն այս տարի հնարավորություն ստացան վայելելու նաև նշված կառույցների երեխաների պատրաստած խորովածը։ Երեխաների տաղավարում առաջարկվում էր նաև նախաձեռնությանը միացած տարբեր ընկերությունների տրամադրած տարբեր ուտեստներ և ըմպելիքներ։ Վաճառքից ստացված շահույթը պետք է տնօրինեն երեխաները։ Երեխաներին ու նրանց տաղավարը տարբերել դժվար չէր։ Տաղավարն առանձնանում էր իր հյուրընկալ ու հայկական տեսքով։ Իզագրի սրճարանն էլ հոգացել էր տաղավարի գեղեցկության համար։ Լոռու մարզպետարանի կողմից ցուցադրության էր ներկայացվել Լոռին քո աչքերով ֆոտոմրցույթի բոլոր լուսանկարները։ Իսկ երեխաները կրում էին միանման հագուստ, որը պատրաստվել էր վիպրինտում։ Վերնաշապիկների վրա պատկերված էր Լոռու մարզի քարտեզը։ Ապագա Լոռի տաղավարը ուշադրության կենտրոնում էր նաև մեկ այլ պատճառով։ Երեխաներին էին միացել նաև արդեն նրանց ընկերներ դարձած հայտնի հեռուստասերիալի դերասանները, ովքեր երեխաներին օգնում էին ինչպես խորովածի պատրաստման, այնպես էլ վաճառքի հարցում։ Երեխաների տաղավարում ամեն ինչ կապված էր Լոռու մարզի հետ։ Նախաձեռնողները հոգացել էին, որ ոչ միայն երեխաները բավականություն և օգուտ ստանան մասնակցությունից, նաև գովազդվի Լոռու մարզը։ Օրինակ, այս տաղավարի խորովածը մատուցվում էր մարզի քարտեզի վրա։ Եվ վերջապես փառատոնը մոտենում է ավարտին։ Բոլորն անհամբեր սպասում էին մրցույթի արդյունքներին։ Երեխաները առանձնապես հույս չունեին, որ որևէ անվանակարգում հաղթող կճանաչվեն, քանի որ մրցում էին լավագույն խոհարարների հետ, բայց արդարությունը հաղթեց։ Գիտեք, այստեղ շատ տարօրինակներ, որ այս տաղավարը հենց չգնահատվեր որպես լավագույն տաղավար։ Ապագա Լոռի թիմ։
խորովածի փառատոնի հաջորդ օրը բաց քննարկման արդյունքում Վանաձորի մանկատան խնամքի կենտրոնի եւ հատուկ դպրոցի երեխաները որոշեցին, որ փառատոնից ստացված ողջ հասույթը կծախսեն տարեցների տուն այցելության համար եւ առաջին անգամ իրեն կդառնան բարեգործության հեղինակ, որը կրկնապատկել է ոգևորությունը։ Այսպիսով Տրոակրեդո գովազդային գործակալության Լոռու մարզպետարանի եւ Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերության նախաձեռնությունը վարակիչ եղավ հենց շահառուների համար, դառնալով նոր նախաձեռնության սկիզբ, որի մասին կտեղեկանա կրկին Ֆորտունայի եթերում։